Բազմակրիտերիա օպտիմիզացիան ինչով է լավը, սենց ասած թեման փակելու համար, որովհետև իր մեջ նաև տենց որպես ենթաթեմաներ մի հատ անդրադառնալու ենք էվոլյուցիոն ալգորիթմներին ու անդրադառնում ենք Բայեսյանին։ Այդ առումով ինքը բավականին հաճելի է, որովհետև ինչ որ չափով իմի ենք բերում։ Մի բան, որ դուրս չի գալիս, նայեցինք constraint օպտիմիզացիան, այնտեղ Lagrange-ի մեթոդ բանման, դա նա, որ ասենք ուզում ենք մինիմիզացնենք, ասենք fx-y-ը, բայց x-ը պետքա փոքր լինի 5-ից օրինակ։ Երբ որ սահմանափակումներ ունենք։ Սրան չգիտեմ կանդրադառնանք թե չէ, սրա հետ կապված ոչ մի խոստում, բայց տեսնենք։ Ամեն դեպքում հաջորդ դասը արդեն հաղթես է լինելու ու բավականին կարևոր է հաղթեսից արդեն լավ կպնել դասերին իմ կարծիքով։ Ու հա, դե հիմա անցնենք բազմակրիտերիա օպտիմիզացիային ու իրականում բազմակրիտերիա օպտիմիզացիան կյանքում երևի ավելի հաճախ է մեզ հանդիպում։ Օրինակի համար, եթե տենց պետքա բան վերցնենք, սենյակ պետքա վարձենք հյուրանոց, այնտեղ գալիս է հարցը, որ ուզում ենք ինչ որ տենց նորմալ տեղ լինի, այսինքն բարձր ռեյտինգ ունենա, բայց նաև ուզում ենք էժան լինի։ Ու հիմնականում էլ ոնց որ գնալով ինչքան շատացնենք մեր, եթե ուզենանք գնանք մաքսիմիզացնենք մեր ռեյտինգը, գինն էլ է բարձրանալու։ Ու դրա նման խնդիրներ հազար մի տեղ ունենք, ասենք ուզում ենք ինչքան շատ եկամուտ ունենանք, բայց ինչքան քիչ ծախս ունենալով միաժամանակ։ Ուզում ենք ինչքան շատ ազդեցություն ունենա մեր դեղը, բայց ինչ որ կողքի վատ էֆեկտները իրան նվազագույնը լինեն։ Ու նույնը իրականում ոնց կյանքում, տենց էլ մեքենական ուսուցման մեջ հաճախ հանդիպելու ենք, ուզում ենք ինչքան լավ աշխատի մեր մոդելը, բայց արագ լինի։ Չենք ուզում դանդաղ երկար մտածի։ ChatGPT-ով չենք ուզում դնենք extended thinking, որ լավ արդյունք տա, ուզում ենք միանգամից լավ արդյունք տա։ Կամ ուղղակի քիչ բաներից վրա կախվածություն, քիչ բաներից կախվածությունն է։ Քիչ տվյալներ օգտագործելով շատ արդյունքների հասնենք։ Դե ոնց անենք, ոնց օպտիմիզացնենք, երբ որ երկու բան ունենք ու իրանք հաճախ ոնց որ իրար հետ կոնֆլիկտի մեջ են լինում։ Եթե կոնֆլիկտի մեջ չլինեն, շատ հեշտ է, չէ՞։ Եթե ուղղակի գիտենք ինչքան ավելի քիչ փող ենք ծախսում, այդքան ավելի լավ սենյակ ենք վարձում, կգնանք մի դրամանոց սենյակ կվարձենք, կլինի ամենալավ սենյակը, բայց դա տենց չի լինում ու հարց է գալիս, բա օքեյ։ Եթե տենց չի լինում, ինչ անել, ոնց անել։ Ստեղ ոնց որ որպես կրկին ստանդարտ մեր մոտեցումը կլինի այն, որ ամեն ինչի մինիմիզացիա ենք անում։ Այսինքն ոչ թե ուզում ենք ամենալավ ռեյտինգով հյուրանոցը ամենաքիչ գումարով, այլ որ չասենք ամենաշատ ռեյտինգ, փոխարենը օրինակ կասենք մինուս ռեյտինգ։ Այսինքն լավագույնը -5 աստղանի հյուրանոցն է լինելու։ Որ կրկին ուղղակի ամեն ինչում մինիմիզացիա անենք, որովհետև այդ ենք պայմանավորվել որպես ստանդարտ, տենց հեշտ է գործանել։ Ու հա, նո եկեք մտածենք հասկանալ ոնց կարանք անենք։ Առաջի կարևոր գաղափարը, որ պետք է մտցնենք, այդ Pareto ֆրոնտն է, Pareto-ի սահման, Pareto-ի եզր գաղափարն է։ Ինքը տես բավականին ինտուիտիվ գաղափարից է գալիս, որ եթե պատկերացնենք, որ ոնց որ մեր ունեցած հյուրանոցների տարբերակները սրանք են, այսինքն կա, որ 2 աստղանի է 50-40 դրամ արժի։ Կա, որ 5 աստղանի է, բայց 200 քանի դրամ արժի։ Ու սրանց մեջից ուզում ենք ինչ-որ մեկը ընտրենք, նախ ոնց որ օրինակ այստեղ նայելով կասեք ինչ որ մի հատ ակնհայտ բան, որ կարանք ինչ որ անշարժ բան է, եթե պնդում անենք, ասենք, գիտեք ինչ չէ, այսա ենք ուզում, այնա չենք ուզում։ Օրինակ այս մասին նայելով։ Օրինակ համար դժվար է, չէ՞, որոշել այսա վերցնենք, թե այսա վերցնենք, որտեղ ոնց որ դե սա որակով է, սա էլ էժան է։ Բայց երբեմն էլ հեշտ է որոշում կայացնել։ Ահա, չաթում գրված է ավելի մատչելին կարելի է վերցնել։ Այստեղ եթե նայենք, ռեյտինգը 3 է, այս 4 հյուրանոցի ռեյտինգն էլ 3 է, բայց սա ավելի էժան է։ Այսինքն, այս կետը որակապես ավելի լավն է, քան սրանք։ Այստեղ մենք կարանք համատություն անենք։ Չեմ կարող ասեմ, որ այս կետը ավելի լավն է, քան սա, որովհետև սա սրանից որակով ավելի լավն է, բայց սա էլ ավելի էժան է։ Այստեղ չենք կարող համատություն անենք։ Այստեղ կարանք անենք։
Ու հիմա այդ մասերում, որտեղ որ կարանք համատություն անենք, կարանք բռնենք ու հենց կոնկրետ հասկանանք իրենց որ կետերն են, որ ավելի դոմինանտ են, ավելի տենց իշխող են, հենց ճիշտ տերմինը ստեղ դոմինանտ լինելն է։ Օրինակ համար կանաչը կարմիրի նկատմամբ ավելի դոմինանտ է։ Հեսա կսահմանենք հստակ այդ ինչա նշանակում, բայց օրինակ այստեղ էս երկու գազարագույնների մեջ համատություն չեն կարող անենք։ Իրանք տերմինով ասած incompatible են։ Կամ նաև կարանք ասենք Պարետոյի իմաստով էկվիվալենտ են։ Որտեղ մեկը մյուսի նկատմամբ դոմինանտ չի։ Դոմինանտ լինելը նշանակում ենք այս ձևով։ Ու բոլոր այն կետերը, որոնց ոչ մեկ չի իշխում, որ ուրիշ կետ չկա, որ իրենց նկատմամբ դոմինանտ է, անվանելու ենք Պարետոյի ֆրոնտ։ Այստեղ օրինակ այս կետը ավելի վատն է, որովհետև սա իրենց համ ավելի էժան է, համ ավելի բարձր ռեյտինգով է։ Սրանք կորում են, որովհետև իրանցից նույն ռեյտինգով էժանը կա։ Այստեղ սրանք են կորում, սրանք են կորում, տակը մնում է, որ մեջներից այն տարբերակները, որոնց մեջ չեն կարող որոշում կայացնենք, այդ այս սրանք են։ Այս կետերի մեջ է, որ պետք է արդեն մտածել։ Մնացածը ակնհայտորեն չէ։ Ու այդ դոմինանտ լինելը բավականին ինտուիտիվ է սահմանվում, ասում ենք, որ ինչ որ բան դոմինանտ է, մի կետը մյուսի նկատմամբ դոմինանտ է, եթե բոլոր կրիտերիաներով, գին, որակ եւ այլն, ինքը առնվազն ավելի լավ, առնվազն վատը չի, այսինքն գոնե հավասար են իրար։ Այստեղ ասենք ռեյտինգները հավասար են։ Բայց կա մի հատ ինչ որ կրիտերիա, որով որ ինքը ավելի լավն է, օրինակ գինը։ Այսինքն մի հատ տեղ գոնե եթե ինքը ավելի լավն է, վերջ ինքը դոմինանտ դառավ։ Եթե ուրիշ ամեն ինչով ավելի վատը չի։ Ու հիմա ոնց որ ընդհանուր մեր նպատակը լինելու է, տենց բազմակրիտերիա օպտիմիզացիա անելուց նվազացնել միաժամանակ, ասենք, այդտեղ մեծատառ fx-ը թող լինի f1x-ը, ասենք, գինը լինի, f2x-ը լինի որակը եւ այլն եւ այլն։ Մենք կուզենալու ենք միաժամանակ այս բոլորը մինիմիզացնել ու քանի որ տենց մի հատ լավագույն լուծում հիմնականում չի լինելու ահա որ էժան, ահա որ որակյալ սենյակ։ Մենք ավելի շուտ գալու ենք փորձենք տենց Պարետոյի օպտիմիզացիա անենք, այսինքն գտնենք այդ Պարետոյի լավագույն կետերը, հետո իհարկե հարց առաջանում, բա լավ, մի քանի կետը որ գտանք, հետո ինչ անել, բայց սա հեսա կքննարկենք։ Այստեղ մի հատ էլ ուղղակի տերմին, որ այս կետերին անվանում ենք Պարետոյի բազմության կետեր, օրինակ ասենք այս կետը Պարետոյի բազմությունից են, Պարետոյի ֆրոնտը այդ արդեն այդ կետերում ունեցած արժեքներն է, այսինքն Պարետոյի բազմության պատկերն է, այսինքն այս կետերը վերցրել ենք որպես լավագույններ, այդ կետերին համապատասխանող արժեքները արդեն Պարետոյի ֆրոնտ են կազմելու մեր մոտ։ Ուհա, ու ժողովուրդ, մինչև ստեղ ցանկացած հարց։ Հələ խելքին մոտ է, ինչ որ ֆիլտրացիան ինտուիտիվ ձևով է ինչ որ առումով էլի։ Ու հիմա այս Պարետոյի բազմությունը, քանի որ տենց իրար էկվիվալենտ լուծումներ են, բայց մենք ուզում ենք մի հատիկ լուծում ունենանք ի վերջո, գալիս է երկու մոտեցում, որ դե լավ, ասացինք այս 5-4 հատի մեջ չեն կողմնորոշվում, սաղ ինչ որ առումով լավագույնն են։ Երկու մոտեցում է գալիս, թե ոնց վերջը մի հատ է ընտրել։ A priori ու a posteriori։ A priori-ին ոնց որ նախապես որոշում կայացնելով, a posteriori-ին հետագայում որոշում կայացնելով։ A priori-ին այն ժամանակ կարող օգտագործենք, երբ որ մարդու նախընտրությունները գիտենք։ Օրինակի համար գիտենք, որ իրան ավելի կարևոր է որակով լինի, քան թանկ լինի։ Կամ օրինակի համար ինչ որ մտքում ինքը ունի պահած, որ ինձ 5 անգամ ավելի կարևոր է որակը, քան թե բանը, գինը։ Կամ օրինակ ուրիշ ձևով, օրինակ մի աստղ ավելի վատ հյուրանոց համաձայն եմ գնամ, եթե այդ ինձ 50 դրամով ավելի էժան, ավելի քիչ կնստի վրես 50 դրամով։ Եթե տենց ինչ որ բաներ ունենք, մեր գործը շատ հեշտ է դառնում։ Եթե գիտենք օրինակի համար ամեն ինչին ինչքան քաշ է տալիս, օրինակ իմ մի ռեյտինգը համապատասխանում է 50 եվրոյի։ Այդ դեպքում արդեն ոնց որ կարանք կշռված հաշվենք, այսինքն վերցնենք ասենք գումար հանած 50 անգամ ռեյտինգ,
ու սա կդառնա ընդհանրապես միաչափ օպտիմիզացիայի խնդիր, չէ՞։ Ոնց որ այս բազմաչափը հալածրեցինք, դարձրեցինք զուտ միաչափ օպտիմիզացիա ու վերջ։ Մի հատ կրիտերիա ունեցա։ Այստեղ այս ամեն մի կետը, եթե այս բանաձևը կիրառենք, արդեն կգա sense կդառնա ուղղակի միաչափ ֆունկցիա, մեջից կտեսնենք, որ այս է էր լավագույնը։ Այստեղ մեր մոտ եղել էր 100 մինուս 4 անգամ, 50 անգամ մինուս 4.5, ինչ որ 300-րդ արժեք էր ստացել, սրանք ավելի փոքր արժեք էին ստացել։ Վուալյա, sense կգան կորոշենք։ Բայց դե իհարկե ոնց որ տանել չէ բրտած մատուն, մեզ ինչ որ մեկը կգա sense բան բացի, էլի։ Հիմնականում դժվար է լինում այս կարգի համապատասխանություն դնել արժեքների կրիտերիաների միջև։ Եթե կարանք արդեն ընտիր, հեշտացավ։ Հեսա հետագայում կտեսնենք մոտեցում, որ տարբեր ձևերով տարբեր համապատասխանություններ է դնում, այտենց է աշխատում ու վրա փոփոխում է։ Իսկ այն իդեան նես չի, տենց լրիվ վանիլային իդեա է, էլի։ Վանիլայինը ակնկալել, որ պրակտիկ խնդրի համար մեզ միանգամից պատրաստի տված կլինի։ Բայց ամեն դեպքում մեկ էլ մի հատ ուրիշ մոտեցում կոչվում է բան լեքսոգրաֆիկ մեթոդ։ Ստեղ ուղղակի մենք հերթականությամբ սորտավորում ենք անելու։ Օրինակի համար գիտենք, որ մարդուն կարևորա որակը, իրան ավելի կարևորա որակը, քան գինը, ասում ենք խնդիր չկա, դե սկզբում կգամ կգտնեմ լավագույն հյուրանոցները, ամենաբարձր ռեյտինգ ունեցողները։ Այս ձևով սորտավորում անելուց հետո ես կգամ կընտրեմ իրանցից նվազ բանը, ամենաէժանը։ Սա ինչ որ առումով այբենական սորտավորում ոնց որ անենք, էլի։ Ոնց որ տառերի մեջ սորտավորելուց ABG, D, E, F եւ այլն, սկզբում այս առաջի նիշով ընտրում ենք առաջի տառը, որտեղը ամենափոքրը, չէ՞։ Ան գտանք, որ ամենափոքրն էր այս բառերից, հետո եթե կա, ասենք, ABA ու ապորինի բառերը, արդեն այս երկրորդ տառով ենք նայում, որն է լավագույնը։ Ուղղակի հերթով սորտավորելով գնալ։ Եթե գիտենք այս բանը ավելի կարևոր է, քան այն մի բան, այսինքն եթե գիտենք հաջորդականությունը, թե ըստ ինչերի պետքա սորտավորումը անենք մեր։ Ու ընդհանուր առմամբ, եթե տենց մի քանի տարբեր կրիտերիա ունենանք, սկզբում ըստ այդ լավագույնի գտնում ենք, հետո ասում ենք, օքեյ, ֆիքսեցինք այս արժեքը, ըստ մյուսի ենք գտնում։ Օքեյ, ֆիքսեցինք այս երկուսը, ըստ այս երրորդի ենք գտնում։ Ու տենց սա ապրիորին էր, մի հատ եթե արագ ասեմ ապոստերիորին էլ ոնց որ ասում է դե բռնի գթի Պարետոյի բազմություն սեթը, այսա լրիվ գթի, ու մարդուն ցույց տու ասա դե մեջից ընտրի։ Այսինքն սաղ պատրաստում ենք լավագույն տարբերակները ինչքան կարանք հասկանում ենք որն է լավագույնը, հետո արդեն մնացածը ձեռքերը լվանում ենք մեր։ Այս էլ է վանիլային լուծում, ոնց որ մարդու վրա ենք գցում, ասում ենք, այսքանը արեցինք, մնացածը արդեն քո վրա։ Բայց դա որպես ապոստերիորի պրոցեդուրա իր անունը ունի։ Ընդհանուր ոնց որ մի հատ ուրիշ բան, որ կարանք անենք այս Պարետոյի բազմությունը, որ ունենք, սրան մի քիչ ավելի ուշ կվերադառնանք, բայց գոնե ինչ որ գնահատական տալու համար, թե ինչքանով է լավը մեր ընտրած այս բազմությունը։ Կարելի է իրան գնահատել նայելով իր dominated hypervolume կոչվածը։ Սրա գաղափարը ինչն է, որ եթե ստեղ ունենք ըստ ինչ որ տարբեր կրիտերիաների արժեքներ, նկվեցրել ենք սա։ Սա մեր մոտ Պարետոյի ֆրոնտն է, ոչ թե Պարետոյի բազմությունը, այսինքն input-ները չի, արդեն կոնկրետ արժեքներն է գրանցած։ Օրինակ մի բան է ունենալ այսպես Պարետոյի ֆրոնտ, մի բան է ունենալ այսպես Պարետոյի ֆրոնտ, չէ՞։ Սա ոնց որ շատ ավելի բան է ծածկում։ Շատ ավելի լավ է ծածկում բազմությունը ու շատ ավելի փոքր արժեքների հետ են գործ ունենում այստեղ։ Հիմա ոնց որ կոպիտ ասած ոնց գնահատենք, թե ինչքանով է line մեր ֆրոնտը։ Եթե հենց որպես տենց բան պատկերացնենք, էլի սահման պատկերացնենք, ինչքան լավ է մեր սահմանը ծածկում տարածությունը։ Այս կողմից եթե գանք, որովհետև ստեղ լավագույն արժեքներն են։ Այդ հաշվելու համար մի մոտեցում, որ օգտագործվում է, այդ բռնում ենք մի հատ ինչ որ ամենավատ կետն ենք վերցնում, կամ եթե օրինակ չգիտենք որն է, ամենավատ կետը կլինի 0 աստղանի
միլիոն դոլար արժեցող սենյակ օրինակ, էլի։ Կամ եթե չգիտենք, որ նա ամնավատու, ուղղակի եղած արժեքներից վերցնում ենք իրենց մի հատ +1 ենք անում օրինակ, եղած արժեքներից ամենամեծ արժեքներին +1 ենք անում, որ մեր տեսած ամեն ինչին մի հատ էլ պլյուս մի քիչ ենկում, ընտրում ենք տենց մի հատ շատ վատ կետ։ Սա երկու առանցքով է շատ վատ արժեքում։ Սրան ասում ենք մեր reference point-ն է։ Մի հատ կետնա ըստ որի հեսա հաշվարկներ ենք անելու։ Ու բռնում հաշվում ենք, թե ըստ այս ֆրոնտի ինչքան մեծ է դոմինանցված կետերի ծավալը, այսինքն այս հյուրանոցը, այս սենյակը, որ ընտրել ենք, ինքը ինչքան պոտենցիալ հյուրանոցներից է ավելի լավը։ Դե իրանից նույն գինը ունեցող կամ ավելի թանկ հյուրանոցները ու միաժամանակ ավելի վատ ռեյտինգ։ Այս տիրույթում եղած ամեն ինչը իշխվելու է այս կետի միջոցով, այս կետով։ Նույն օրինակ այս կետը եթե դիտարկենք, այս տիրույթում եղած ամեն ինչը իշխվելու է այդ կետով։ Իրականում նաև այստեղի ամեն ինչն է իշխվելու, որ էլ ավելի վատ ռեյտինգներն են իշխվելու, բայց իրանց ոնց որ այս կետը նշելուց են կարել։ Ու եթե բռնենք ուղակի նայենք այդ բոլոր x կետերի բազմությունը, որոնք որ իշխվում են մեր եղած կետերից ինչ որ մեկով, իրանց միավորման չափը նայենք, այս Lebesgue measure ենք ստեղ գրել, բայց ըստ էության ոնց որ ծավալ կարանք ասենք, էլի, կամ բազմաչափի դեպքում հիպերծավալ։ Ինչքան ավելի մեծ է սա, այդքան ավելի ուրախ ենք մենք, էլի։ Նշանակում է այդքան ավելի ընենց կետեր ենք ընտրել, որ իրոք մնացածից ավելի լավն են։ Օրինակ եթե մեր կետերը լինեն այս սրանք, այս ոնց որ էլ ավելի ֆանտաստիկ է, չէ՞, ոնց որ դե արի սրանցից ավելի լավ կետեր գտի։ Այս սաղ տիրույթը իրանք սաղ տիրույթին իշխում են իրանք։ Հա։ Ու այս hypervolume-ը մի հատ կրիտերիա է, որ իրան հեսա էլի անշվելու ենք ուշոտ։ Իրան կարճ HV ենք ասում, կամ նաև իրան անվանում են S մետրիկ։ Այս սաղ քննարկումը որ կա, ինքը իրականում էլի ինչ որ առումով վանիլային էր, որովհետև մենք պատրաստի բոլոր կետերը ունեինք, այս կետերից ուզում էինք ընտրենք լավագույնը։ Բայց երբ որ մեզ ասում են fxy ֆունկցիան օպտիմիզացրու, լավ, ներող f-ը մեծատառով։ Ստեղ ոնց որ f1xy, f2xy է էլի ինքը կամ f մի քանի կրիտերիա արդեն։ Մենք sense պատրաստի լիքը կետերում արժեքներ հո չենք ունենում, չէ՞։ Դրա համար ոնց որ հարց է գալիս, բա լավ, ոնց հենց կետերը դուրս բերենք ու տենց ավելի ընդհանուր մոտեցում որպես մի բան, որ անում են մարդիկ, այդ էվոլյուցիոն ալգորիթմներն է, ստեղ կիրառելու համար։ Ոնց է, ինչ սկզբունքով է ստեղ մեր մոտ աշխատում։ Այստեղ sense փուճուր կետիկներ նշած, այս C1, C2-ը ոնց որ կրիտերիա 1, կրիտերիա 2։ Այսինքն F1, F2 որպես, էլի։ Այստեղ է սևով նշած կետերը բոլորը չի, որ իհարկե ունենք, սևով ասելս բաց նշածները։ Ունենանք շատ լավ կլիներ։ Բայց չենք կարա միլիոնավոր արժեքների համար ֆունկցիան ուղղակի աշխատացնենք։ Հարցը գալիս, բա ոնց գանք փորձենք գտնենք այդ մեր Pareto-ի սեթը։ Էլի ոնց որ մի կետիկ չենք գտնելու, ուղղակի Pareto-ի սեթ ոնց գտնենք։ Ստեղ իդեան գալիս ենք կրկին էվոլյուցիոն ալգորիթմներին։ Ասում ենք դե եկեք սկզբում ոնց որ պրոստը պատահական մի քանի կետ վերցնենք։ Այս սրանք վերցրեցինք օրինակ։ Նայենք թե սա ինչքան լավ է եղավ։ Սրա Pareto-ի սեթ օրինակ ինչքան լավն է։ Մեջից ընտրենք լավագույն կետերը, իրենց մի քիչ փոփոխենք, գանք արդեն նոր կետերի բազմության, հետո ավելի նոր։ Ստեղ օրինակ սա սկզբնական պատահական վերցրածն է, 2 իտերացիա հետո այսենցի է գալիս, 10 իտերացիա հետո արդեն տեսնում ենք իրոք եզրի մոտ է եկել։ Դե իրականում չենք իմանա, որ եզրի մոտ է եկել, ուղղակի ստեղ որ կետերը թաքուն պահած ունենք, այս բաց կետերով իրականում բոլոր ունեցած տարբերակները ունենք, կամ շատ տարբերակներ։ Արդեն տեսնում ենք, որ բավականին լավ արժեքի են գալիս։ Բայց ոնց սա կազմակերպել, էլի։ Ակնհայտ չի, ոնց պետքա գնահատումը արվի, ակնհայտ չի, ոնց պետքա ծնողների ընտրությունը արվի։ Այս վարիացիան լավ, ինչ որ առումով ակնհայտ ասելս ծանոթ է, որովհետև գիտենք, որ եթե ունենք ինչ որ թվային փոփոխականներ, այնտեղ որպես մոտեցում
ասենք իրենց միտեղ միջինը վերցնել բանման, տենց ինչ որ մոտեցումներ գիտեինք։ Բայց ամեն դեպքում ինչ որ բաներ պետք է մի քիչ լավ ֆիքսենք, թե ոնց գտնենք այդ Պարետոյի բազմությունները ի վերջո։ Եկեք գանք նայենք մոտեցումներին։ Իսկ ընդհանուր մեր ցիկլը ու սրան անվանում ենք բան EMOA ալգորիթմի անունը Evolutionary Multi-Objective ալգորիթմներ։ Էվոլյուցիոն, հա, ոնց որ ինչ արվում է հստակ կանոնի մեջ դրվել է, էլի։ Ու հա, մեր ընդհանուր պսևդոկոդն է պատահական վերցնել ինչ որ բազմություն, ընտրել ծնողներ, գեներացնել երեխեք, ընտրել լավագույններին ու գնաց։ Հերթով փորձել։ Հա։ Ստե ուղղակի այդ արդեն ամենակարևոր կետը է evaluate անելու համար ֆիթնեսի գաղափարներ, չէ՞։ Ամեն մի տարբերակ ինչքանով է լավը։ Եկեք գանք հասկանանք, թե ոնց կարանք այդ կազմակերպենք մեր մոտ։ Ընդհանուր երկու գործիք ենք ունենալու, մեկը կոչվում է non-dominated sorting, NDS, մյուսը կոչվում է crowding distance։ Crowding distance-ը օգտագործվում է նիչյաների դեպքում։ Ինքը tie break է։ Երբ որ չենք կարող կողմնորոշենք այս հոգուց մեջ, մի հատ թազա կրիտերիա է մեզ պետք։ Ու այս ընդհանուր ալգորիթմները անվանում ենք non-dominating sorting genetic algorithm կամ NSGA ու 2 2002 թվի հոդվածը։ Ստեղ որպես մուտացիա այս էվոլյուցիոն ալգորիթմներից նայած այս պոլինոմիալ մուտացիա կամ SBX-ն է օգտագործվում, ու օգտագործվում է մյուգ գումարած լամդա ստրատեգիան, այսինքն եթե ունեինք 1000 հոգի, ստացանք 500 երեխա, լավագույններին ընտրում ենք այս 1500-ի մեջից, ոչ միայն երեխեքի մեջից։ Սա այն կոնսերվատիվ ու ավելի տարածված մոտեցումն էր, որով որ վստահ ենք լինում, որ նես չի։ Ծնողների մեջ մի հատ ինչ-որ լավ կետ կար, որ կորավ։ Այս լավ։ Խոսանք այս non-dominated sorting-ից։ Կոնցեպտը հետևյալն է։ Պատկերացրենք ունենք ոնց որ այս կետերը։ Այստեղ արդեն իրանք ներկած են, բայց ամեն դեպքում։ Մենք կարանք իրանց մեջից գտնենք Պարետոյի ֆրոնտը, չէ՞։ Այստեղ օրինակ այս կետը դոմինանտ է։ Այս սրանք իրանից ավելի մեծ արժեքներ ունեն, սրանք ավելի լավն են, այս կետից ոչ մի կետ չկա, որ կարանք պնդենք, որ այս կետից ավելի լավն է։ Նույն կերպ այս կետն է, ինքը ամենաներքև, ամենաաճն է, ամենաձախն է։ Նույնը այս կետը, նույնը այս կետը, նույնը այս կետը, չէ՞։ Սա մեր Պարետոյի ֆրոնտն է, կարճ ասած։ Բայց Պարետոյի ֆրոնտը կարա քիչ կետերից բաղկացած լինի։ Պատկերացնենք մենք ուզում ենք 10 հատ կետ վերցնենք։ Ամեն մի պոպուլյացիայում 10 կետ ընտրենք, որ շարունակեն գնալ առաջ։ Հիմա Պարետոյի ֆրոնտում եղավ 5 կետ սախ։ Ինչ ենք անում։ Պարետոյի ֆրոնտը լավագույն կետերն է, իրենց վերցրեցինք։ Էլի 5 հատ կետ ունենք։ Ինչու՞մ է կանում իդեան ու բավականին էլի տենց խելքին մոտ իդեա է։ Ասում է, այս 5 հատ կետը ընտրել ես, բռնի ջնջի իրենց։ Ուղղակի պատկերացնում ենք այս կետերը չկան, հեռացնում ենք իրենց։ Ու տակը մնացած կետերի մեջից ստանում ենք վերցնում ենք մեր թազա Պարետոյի ֆրոնտը։ Այդ դեպքում մեր այս նոր ֆրոնտը լինում է հետևյալը։ Ոնց որ ունենում ենք շերտեր։ Սա լավագույն շերտը սկզբում ստացանք։ Հետո հեռացնում ենք իրան, տակը մնացածի մեջից ստանում ենք երկրորդ, ոնց որ սահմանի երկրորդ գիծն ենք վերցնում, երկրորդ շերտն ենք վերցնում։ Հետո երրորդ շերտն ենք վերցնում, հետո հեռացնում ենք երկրորդ շերտը, երրորդ շերտն ենք վերցնում։ Այդտենց հերթով գնում ենք ու ստանում ենք Պարետոյի տարբեր շերտեր։ Սա մեր non-dominated sorting-ն է։ Այսինքն հերթով ունենում ենք մի քանի շարք, մի քանի շղթա, մի քանի շերտ կետերի, որոնք որ իրանց մեջ դոմինացված չեն։ Բայց օրինակ այս երկրորդ շերտից ցանկացած բան իշխվում է առաջինով։ Առաջինը երկրորդինից ամեն ինչով ավելի լավն է լինում։ Այս առաջինում կա կետ,
որը որ երկրորդինից ցանկացած կետից լավն է։ Նույնը երրորդից կա կետ, որը որ երկրորդինից ամենալավն է։ Կարանք պատկերացնենք ոնց որ եթե ենք խոսում բոլոր 5 աստղանիներն է, հետո բոլոր 4 աստղանիները, բոլոր 3 աստղանիները, եթե գնի մասին մոռանանք մի պահ, էլի։ 4 աստղանի, ցանկացած 4 աստղանի հյուրանոցի համար ինչ որ մի հատ 5 աստղանիների շարքից հյուրանոց լինելու է, որ այնից ավելի լավն է։ Բայց օրինակ այս 5 աստղանիների մեջ չենք իմանալու որն է ամենալավը։ Ժորդ, էսել է նորմալ։ Սա իդեան դա է։ Այս մեր non-dominated sorting-ն էր։ Հիմա սրա պահը որն է, կարող է առաջի ֆրոնտում օրինակ 5 հոգի կա, 5 կետ կա, երկրորդ ֆրոնտում 4 կետ կա, երրորդ ֆրոնտում 3, 4, էլի 4 կետ կա։ Հիմա ոնց ընտրենք լավագույններին։ Դե ոնց որ իհարկե սկզբում բռնելու ենք առաջի ֆրոնտից ընտրենք, չէ՞։ Լավագույն 10-ին ենք ուզում ընտրել։ Հետո երկրորդ ֆրոնտից ենք ընտրում, ոնց որ պարզ է։ Երրորդից ցանկացածը երկրորդից ավելի վատն է։ Սկզբում էս առաջի երկուսն ենք ընտրել։ Հիմա արդեն ունենք 9 հատ կետ։ Ու այս երրորդում կա 4 հատը։ Հարց է գալիս։ Okay։ Այս 4-ից ոնց ենք ընտրելու մի հատիկի։ Չէ՞ որ ֆրոնտի մեջ այն կետերն են, որոնք որ իրանց մեջ իրար չեն իշխում։ Արդեն ստեղ խնդրի առաջ են գալիս կանգնում։ Ու պետքա գանք նստենք մտածենք, թե բա ինչ ենք անում։ Այստեղ այս նիչաների համար, ոչ ոքիների համար, երբ որ այս 4-ից պետքա ընտրենք մի հատին, արդեն գալիս է crowding distance-ի գաղափարը։ Այսինքն եկանք էս առաջի շերտ, երկրորդ շերտ ընտրեցինք, այս հաջորդ շերտի մեջ արդեն պետքա որոշենք, որոնց ընտրենք։ Ու հետևյալ իդեայի վրա է գաղափարը, որ ավելի լավ է ունենալ ավելի լայն տարածված կետեր, քան ավելի իրար նեղ ընտրած։ Օրինակ այստեղ այս երկուսն էլ նույն Pareto-ի ֆրոնտից ընտրած ինչ որ արժեքներ են։ Բայց օրինակ այստեղ որ իրար գլուխը հավաքված, այդքան էլ լավ չէ, ոնց որ ինչներս է պետք պահենք այս երկու կետը իրար հետ։ Ավելի լավ է խառը կետեր պահենք, որ այդ խառը կետերը հետո իրար հետ միասին խառնվեն իրար, թազա պոպուլյացիաներ ստեղծեն եւ այլն եւ այլն։ Միշտ մեզ ավելի հետաքրքիր է լինում ունենալ ավելի լայն ընտրանություն։ Ոնց որ ուզում ենք, եթե Բայեսյանի տերմինոլոգիան բերենք, ուզում ենք explore անելը ունենանք, չենք ուզում exploit-ը միշտ ֆիքսած լինի։ Այստեղ կարևոր է հիշել, որ մենք խոսում ենք ուղղակի վերջի շերտի մեջ ոչ ոքի արած կետերի մասին, ոչ թե ընդհանուր բոլոր կետերի մասին։ Հիմա հարց է գալիս, բա ոնց ասենք, որ ոնց կարանք այդ սփռվածության, լայն սփռվածության գաղափարը ոնց մտցնենք։ Այսինքն որ այս կետը ավելի լավն է, քան այս կետը։ Այստեղ կրկին բավականին ինտուիտիվ միտք է գալիս։ Ասում է դե ոնց որ ուզում ես լավ սփռված լինեն իրարից, չէ՞։ Այսինքն իրար մոտիկ կետեր չլինեն։ Ասում է դե բռնի ամեն մի կետի համար հաշվի իր հարևանից հեռավորությունը։ Օրինակ ստեղ հարևանից հեռավորությունը լինելու էր մի առանցքով լինելու էր ստեղ ամենամոտիկ հարևանը իրա սա է, հեռավորությունը լինելու էր ոնց որ այսքան պլյուս այսքան։ Ստեղ իր ամենամոտիկ հարևանը որ սա է, հեռավորությունն էլ այսքան պլյուս այսքան։ Ու այս կրիտերիայով արդեն այս կետը ավելի լավն է, քան սա։ Ստեղ ճիշտ է երկու տարբեր ֆրոնտի վրա, երկու տարբեր կետերի բազմության մեջ նայեցի։ Բայց եթե մի հատ ֆրոնտի մակարդակով վերցնենք, օրինակ այս կետերը ունենք։ Ստեղ ներողություն, ստեղ մի քանի նրբություն մոռացա։ Երբ որ ասում ենք ամենամոտիկ կետ, ի նկատի ունենք ամենամոտիկ կետ ըստ այդ առանցքի, ըստ այդ բանի, չափողականության, այսինքն մի հատ այս առանցքով ամենամոտիկ կետ։ Պարտադիր չի ոնց որ նես չի բռնում ենք Էվկլիդյան հեռավորություն ենք հաշվում, էլի։ Ավելի շատ տենց բանի, Մանհետենյանով ենք շարժվելու ստեղ մենք։ Ոստեղ մեր մոտեցումը հետևյալն է լինում։ Ամեն մի կրիտերիայի համար առանձին, այսինքն հիմա բռնելու եմ առանձին օրինակ այս C1-ը վերցնեմ, առաջին առանցքը։ Այստեղ արժեքներս լինելու է, ասենք, սա,
Սա, այս կետերն եմ ուղղակի հերթով նայում։ Պրոյեկտում եմ ստա։ Տակ, 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 տակ։ Ասում է բռնի մի հատ ամեն ինչը բեր 0.1 միջակայքի, որովհետև արդար չի, չէ՞։ Մի առանցքը եթե լինի ռեյտինգը 1-ից 5 է գնում, իսկ բանը հյուրանոցի գները հրա տենց մինչև 0-ից մինչև միլիոն կարա լինի օրինակ, էլի։ Այդ երկու առանցքը իրար հետ համապատասխանացնելը սխալ կլինի։ Չեմ կարող պրոստը բռնեմ գումարեմ սրա դիստանցիա, գումարած էնրա դիստանցիա, որտեղ սրա դիստանցիան ուղղակի կդառնա լրիվ անտեսվող։ Ոչ մեկի տարբերություն չի տա հյուրանոցների քանակը, երբ որ գնի մեջ տարբերությունը արդեն հազարներով կամ 10,000-ներով է լինում, էլի մեր մոտ։ Գարմաս ամեն ինչ բեր 0.1 միջակայքի։ Ոնց բերել, այդ արդեն տենց մի քիչ ML-ից կանցնենք այդ թեման, բայց մի մոտեցում է օրինակ բռնել բոլոր կետերից ամեն մի կետի համար, ասենք ունենք 1, 2, 3-ը, բռնում ենք ամեն մի կետից, հանում ենք ամենափոքրի արժեքը, այսինքն 1-1 կամ 2-1, 3-1 ու բաժանում ենք սրա ինտերվալի վրա, այսինքն ամենամեծ հանած ամենափոքր արժեքի վրա։ Այս դեպքում ոնց որ 3-ն ամենամեծը, 1-ը ամենափոքրը բաժանած 2, սա կդառնա 0, 2-ը կլիներ 2-1 բաժանած 3-1, այսինքն 2 բաժանած 1, սա կլիներ 1/0.5, այս 3-ն է կդառնա մեր մոտ 1, 3-1 բաժանած 3-1։ Ցան 0-ից 1 միջակայքի բերեցի։ Այս բայց պրոստը ոտի վրա շփթփ min-max scaling ալգորիթմը ասեցի։ Scaling-ի ալգորիթմներ հետո ավելի մանրամասն անցնելու ենք։ Բայց սրանից հետո բռնում ենք ու հաշվում ենք հեռավորություն բաների միջև։ Իրա երկու ամենամոտիկ հարևանների միջև։ Սա էլ այսինքն ստեղ այս հարևանները սրանք են, այս դիստանսն ենք հաշվում։ Եթե ունենք այս 3 կետը, այս կետի համար այս դիստանցիան բռնում հաշվում ենք։ Հետո մյուս առանցքով այս դիստանցիան բռնում հաշվում ենք։ Ու մեկ էլ այստեղ հարց է գալիս, բա օրինակ այս եզրային կետերը, որոնք որ չունեն երկու հարևան, իրանց հետ ինչ անել։ Իրանց միշտ ներառում ենք։ Այսինքն եզրային կետերը միշտ պահում ենք։ Ու խելքին մոտ է, եթե ուզում ենք մաքսիմալ սփռված լինի մեր տվյալները, մեր եզրերին չենք հանձնելու, ասենք վերցրեք։ Եզրերը պետքա պահենք, չէ՞, որ սփռվածքը մաքսիմալ մեծ լինի։ Ու այս կոնցեպտը ուղղակի հերթով բոլոր կրիտերիաներով կիրառում ենք ամեն մի կետի համար։ Ու վերջը կընտրենք այն կետը, որի համար որ այս դիստանցիան լինում է մեծագույնը։ Այստեղ մի հատ էլ կարևոր նշում է նա, որ այս երբ որ կետերի միջև հեռավորություն ենք նայում, այսինքն հարևանների հետ ենք հարևանություն նայում, քանի որ մենք ի վերջո ուզում ենք ունենանք կետերի բազմություն, որը որ մի քանի ֆրոնտից է բաղկացած լինել, ոչ թե ուղղակի մի հատ ֆրոնտ։ Այդ հարևանների միջև հեռավորություն նայելու համար հարևաններին վերցնում ենք մեր բոլոր եղած կետերից։ Այստեղ ֆրոնտից է ցույց տված, որ հեշտ լինի, բայց մեր բոլոր ընտրված, այսինքն առաջի ֆրոնտից 5 էինք ընտրել, երկրորդ ֆրոնտից 4 հատ, հիմա այս երրորդ ֆրոնտից 4 կետից ուզում ենք ընտրենք, այս 4 կետի համար հարևանները այս բոլոր 9-ից, ներողություն, բոլոր 13-ից ենք դիտարկելու։ Այսինքն 9 գումարած 4-ից, ոչ թե ուղղակի այս 4-ից։ Ու սա էլ մեր crowding distance-ներ։ Ու այս ընդհանուր մեր NSG-ը երկուսներ, բայց նաև մի հատ ուրիշ մոտեցում, թե ոնց կետերի միջև հասկանալու որն է ավելի լավը, այդ մեր քիչ առաջ քննարկած այդ hypervolume contribution-ը նայելն է։ Մի հատ բռնում ենք, ֆիքսում ենք մի հատ reference point, ու այս ամեն մի կետի համար նայում ենք, թե ինչքանն է ծավալը իր իշխած տարածությունների։ Օրինակ, եթե ունենք այս 4 կետը, սա էլ մեր reference-ն է։ Սա իշխում է բոլոր կետերին այս միջակայքում։ Այստեղից մի քիչ անկամ գնանք, էլ չի իշխում, որովհետև այդ ռեյտինգով արժեք ունենք արդեն։ F1-ի այսենց արժեք ունենք արդեն։ Սա իշխում է այս սրանց։ Ստեղից վերև չի իշխում, որովհետև արդեն այս կետը ունենք, ստեղից աջ չի իշխում, որովհետև այս կետը ունենք։ Այդտենց ուղղակի նայենք, տեսնենք, թե որն է, որ ամենամեծ իշխելու ծավալը ունի, ու որ սա ամենափոքր ծավալով է իշխում, այդ մեզ պետք չի։
Կամ եթե կամ հակառակը կարող ենք։ Սա ամենաշատ իշխողն է, դե այս կետին կներառենք։ SMS իմոայա կոչվում։ SMS, որտեվ այն բանի անունը S մետրիկ էր։ Այս բանի մոտեցումը hyper-volume contribution-ների S մետրիկան էինք հաշվում մենք ու S մետրիկայով օգտագործելով ընտրություն կատարելն էլ արդեն S metric selection-ը դառնում ալգորիթմը մեր մոտ կամ SMS ու evolution ալգորիթմ SMS օգտագործով SMS իմոա։ Մի քիչ կարող է պերեբոռ է այստեղ թազա տերմինների բանմանի, բայց կարող է այստեղ շատը գաղափարներն է, էլի, որտեվ ինչ որ հոդվածներում օրինակ այդ Pareto-ի բազմություն էլի կհանդիպեք։ Կարողա չլինի բազմակրիտերիա օպտիմիզացիա բանման, բայց տերմինները այնց են, որ արժի իմանալ իրենց, էլի։ Ու նաև գաղափարներն էլ խելքին մոտ գաղափարներ են, բայց իրանց ոնց որ ձեր զինանոցում ունենալ ասենց ասած, թե ինչա կարելի կիրառել թազախնդրի համար, լավ բան է։ Ու մեր վերջին թեման, ըստ էության, օպտիմիզացիայի վերջին թեման նույնիսկ, այնտեղ վերջ մի հատ օրինակներ ենք նալու, բայց ամեն դեպքում իսկ ոնց անենք Bayesian օպտիմիզացիա մուլտիկրիտերիա օպտիմիզացիայի դեպքում։ Իսկն եթե մի քանի կրիտեր ենք ուզում մաքսիմիզացնենք ու օրինակ մեր խնդիրը black box-ա կամ շատ թանկ է աշխատացնելը չեն կարա շատ իտերացիա անենք։ Այսինքն գտնվում ենք նենց սյուժետում, երբ որ ուզում ենք օգտագործենք այդ surrogate մոդելներ, acquisition function, այդ Bayesian-ի ամբողջ գործիքակազմը եթե ուզում ենք օգտագործել, ոնց իրան կազմակերպենք Bayesian-ի համար։ Այստեղ կրկին երկու հիմնական մոտեցում ենք ունենում։ Էլի մեր կտրվածքը լինելու այն, որ նույն Bayesian-ի ցիկլն ենք ունենալու, այսինքն սկսում ենք ինչ որ սկզբնական տվյալներից, այդ մեր dataset-ն է։ Ինչ որ գուշակություն անող մոդել ենք օգտագործում, acquisition function-ի մեջ ենք դնում արժեքները, ընտրում ենք լավագույն կետը, այդ կետի համար արժեքը հաշվում ենք, ավելացնում ենք մեր տվյալներին։ Այսինքն ցիկլը նույնն է լինելու։ Ուղղակի հարց է գալու, օրինակ, լավագույն կետը ոնց ընտրել։ Արդեն մի քանի կրիտերիա ունենք։ Այսինքն արդեն մինիմիզացնում ենք f1x, f2x եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու կա երկու հիմնական մոտեցում։ Մի հատը էլի ինչ որ առումով այդ վանիլային կոչված մոտեցումն է, որ եթե կարանք այս մեր ֆունկցիան բազմաչափից իջացնենք միաչափի, ունակի համար քաշեր տալով W1 քաշ առաջի կրիտերիային, W2 քաշ երկրորդ կրիտերիային, արդեն կունենանք միաչափ ֆունկցիա, չէ՞։ Միաչափ ֆունկցիայի դեպքում է արդեն ստանդարտ Bayesian օպտիմիզացիա։ Սա մի մոտեցում է։ Մյուս մոտեցումը ասում է դե եթե միանգամից մի քանի կրիտերիայի հետ գործ ունենք, արի մեր acquisition function-ը սահմանենք մի քանի կրիտերիայով ֆունկցիայի համար։ Այս ձևով արդեն acquisition function-ը եթե ընդունի մի քանի կրիտերիայով բան, արդեն իր մեջից մի կետ լավագույնը կընտրենք ու всё, արդեն բազմաչափ մեր մոտեցումը։ Նախ առաջինը բանը, այդ հալացնել դեպի միաչափ մոտեցումը, իրան անվանում ենք scalarization, այսինքն ուզում ենք քաշեր ստանանք։ Քաշեր ստանալու խնդիրն է, որ դե ոնց որ եթե գիտենք քաշերը շատ լավ է, ընտիր։ Հիմնականում չգիտենք քաշերը։ Ոնց անենք, ոնց որ ուրիշ ոնց անենք, եթե չգիտենք քաշերը, էլի։ Եթե ի սկզբանե ապրիորի պատրաստի չունենք։ Ստեղ գալու ենք բանին։ Չեբիշևի նորմերի մոտեցմանն են գալու ու Parigo կոչվող ալգորիթմին, Parigo նշանակում է Pareto efficient global optimization, global-ը տոնց լավ գրավիչ բառ է։ Հազիվ Bayesian-ի դեպքում ուրախացել ենք, չէ՞, որ ունենք մի բան, որը որ global օպտիմիզատոր է, ոչ թե local օպտիմիզատոր։ Ու իր մոտեցումը հետևյալն է։ Չգիտեմ, չէ՞, որ կրիտերիան որից ինչքան ավելի լավն է, որ քաշեր տա։ Չգիտեմ։ Դե, ասում եմ բռնի պատահական վերցրու քաշերը։ Բայց ամեն անգամ թազա ձևով պատահական։ Նախ ոնց որ կուզենք, որ ամեն ինչի քաշերը գումարային 1 լինի։ Ոնց որ պատահական թվերի մեջ ենք պատահական արժեքներ վերցնում, էլի։ Բայց ինքստեղ մի հատ խելացի կրիտերիայով է գալիս։ Չեբիշևի նորմա օգտագործում։ Ես ուզում եմ, որ այս քաշերով օպտիմիզացիան, որ անում եմ, ոչ թե ունում է ու գումարում է
այս քաշ անգամ կրիտերիա բանման այդ ձևով որ անենք կարող է նենց ստացվի որ մի հատ ինչ որ կրիտերիա լինի, որը որ խայտարակ վատն է։ Բայց օրինակ այդ խայտարակ վատ արժեք ունեցող կրիտերիա, այսինքն մի հատ տուն լինի, որը որ պատկերացնենք էլի հյուրանոցի աստղեր ու բան, ռեյտինգ ենք ու գումար ենք նայում։ Մի հատ ինչ որ 5 աստղանի հյուրանոց լինի, որ այդ դեպքում օրինակ աստղերին 0.9 քաշ է տրվել, 0.99 քաշ, գումարին 0.01, կարող մի հատ 5 աստղանի խայտարակ թանկ հյուրանոց լինի։ Բայց քանի որ 0.01 է իրան քաշը եղել, ինքը օքեյ համարվի։ Չենք ուզում դա։ Ուզում ենք որ խայտարակ վատ տարբերակները միշտ իրենց տեղը ունենան։ Դրա համար մեր կրիտերիայի մեջ մենք ներառում ենք մաքսիմումը։ Այսինքն բոլոր այս W1 F1-երի մեջից ամենամեծ արժեք ունեցողը մենք դնում ենք որպես արժեք։ Այսինքն ինչ ուզում ենք անենք, այս շատ վատ հյուրանոցը զգացնել է տալու։ Այդ մի բանն է։ Դե երկրորդ բանն էլ արդեն բնական ոնց որ բռնենք, սա հալացնենք ըստ քաշերի։ Այսինքն արդեն այդ բնական կշռված միջինի գաղափարն է օգտագործում։ Ու այս երկուսը ինչ որ մի հատ պարամետրով, մի հատ ինչ որ ռո ենք վերցնում, օրինակ 0.05, կամ ինչ որ փուճուր արժեք, որը այս երկու բանի կոմբինացիա է հաշվելու։ Ու սա Պարեգոյի սկելարիզացիայի գաղափարն է։ Իրա լավը այնա, որ միաժամանակ համ ունենում ենք ընդհանուր առմամբ լավ արժեքներ, որովհետև կշռված միջինն ենք նայում, համ չենք ունենում շատ վատ արժեք։ Ու մյուս ամենակարևոր կետը ինչու՞մ է կայանում, որ քանի որ ասենք մեր բանն է, աստղերի քանակն է, սա դոլարներն է, քանի որ մի քան տարբեր իտերացիաներում պատահական ենք քաշերը վերցնում, կարող օրինակ մի անգամ լինի 0.8 0.2 ու բան ստացվի, որ կարևորությունը տվել ենք աստղերին, բայց հաջորդ քայլումը պատահական որ վերցնենք կարող ստացվի 0.3 0.7, հաջորդ քայլումը կարևորությունը դոլարներին ենք տալու։ Ու տենց ամեն անգամ պատահական յաբախտի փոխելով ի վերջո գալու ենք նրան, որ շատ անգամ անելով կստացվի ամեն ինչին էլ կարևորություն ենք տվել։ Ու վուալա, այս էլ մեր Պարեգոն։ Այսինքն միաչափի հալածնելու մոտեցումով աշխատող ալգորիթմը։ Ու ստեղ ժողովուրդ էլի կարևորը ոնց որ ասում եմ 0.8 անգամ սա գումարա 0.2 անգամ սա, պետք է իրանց նման միջակայքերի բերենք, էլի, թե չէ 0.2 անգամ գումարը միշտ կարևոր է լինելու ավելի, քան 0.8 անգամ աստղերը, որտեվ աստղերը 1-ից 5 է, գումարը 1-ից միլիոն է օրինակ, էլի։ Լավ, ու շատ արագ եթե բանի մասին էլ ասեմ, այդ acquisition function-ը փոխելը, acquisition function փոխելուց օգտագործում ենք այս hypervolume contribution մոտեցումը։ Նայում ենք ոնց որ կետի համար ինչքան ծավալ ինքը, ինչքան լրացուցիչ ծավալ ինքը կարա տա, այսպես պատկերացնենք այ ճիշտ էլի։ Որ այս երկու խրամատը ունենք, sense ասած, կամ այս երկու կետը ունենք ստուգելու, իրանք մեզ ապահովում են այսպես ֆրոնտի վրա իշխում են իրանք։ Այդ որ այդ իմ ծավալը իշխած տարածության մաքսիմալ մեծանա։ Այդա որպես acquisition function եթե ուղիղ հենց վերցնենք, այս սրանք նայենք։ Արդեն գալիս ենք էլի բանի։ Կարանք հետ գանք մեր Bayesian օպտիմիզացիայի framework-ին, մեր Bayesian օպտիմիզացիայի գործիքակազմին կարանք հետ գանք։ Մի հատ փուճուր նշում, որ իրականում պոտենցիալ կարող է ինչ-որ կետ վերցնենք, որը որ բան կլինի, ոնց որ այս երկուսից էլ ավելի ձախ ու ներքև կլինի։ Այսինքն ոնց որ այս իշխածից դուրս կլինի, կարելի ասել։ Դրա համար ուղղակի վերցնում ենք ոնց որ 0 ու այդ արժեք, որ միշտ դրական արժեք ունենանք, էլի, ոնց որ այս բանից, սահմանից հետ չենք քաշվում։ Այստեղ տեխնիկական դետալները մի քիչ այն կողմ գցելով, էլի ինչ որ ձև ներառում ենք այս lower confidence bound օրինակի համար, այդ նոր կետերի համար, որպեսզի ունենանք բան, էլի։ Կարողանանք այդ exploration exploitation-ի գաղափարը կարողանանք օգտագործենք։ Ուհա, ու դա է լինում մեր գաղափարը։ Էլի ուրիշ մոտեցումներ կան, ասենք, այս lower confidence bound-ի փոխարեն այդ
մեր expected improvement-ը որ ունենք, կա նաև սանված expected hypervolume improvement գաղափարը, որը որ 19 թվի արդյունք է, այստեղ բազմապատկում է հավանականություններով տարբեր բաներ, ֆրոնտի լավացումներ, բայց այս արդեն մի քիչ չափից շատ տեխնիկական է, չեմ ուզի այդտեղ մտնենք, ինձ այս շատ այս թեմայի մեջ կարևոր է գաղափարները լավ պատկերացնեք, էլի։ Ուհա, ուժորդ, իրականում այս մուլտիկլասից այսքանն էի պլանավորել, հեսա մի երկու հատ օրինակ կբերենք, ավելի տենց պրակտիկ ասելս ավելի MLOT օրինակների, էլի, ոչ թե հյուրանոց ու տուն, տենց ինչ ասես կարանք պատկերացնենք, էլի, շատ համով ուտելիք լինի, բայց առողջարար լինի, չենք կարա սաղ կանֆետ ուտենք բաման, մի քիչ պրակտիկ կոնկրետ օրինակներ։ Կարանք պատկերացնենք օրինակ sense մի հատ խնդիր։ Կան ոնց որ մետրիկաներ կա գնահատելու, թե ոնց որ ինչքանով լավ է արվել մեր դասակարգումը։ Օրինակի համար, եթե ունենք բան, մարդիկ, ովքեր որ կամ հիվանդ են եղել կամ հիվանդ չեն եղել, կա մետրիկա, որը որ չափում է, թե ում որ ասել ենք հիվանդ է, քանի տոկոս դեպքերում ենք ճիշտ եղել, որ ինքը իրոք հիվանդ է եղել։ Ու կա օրինակ մետրիկա, որը որ ասում է բան, քանի հիվանդի ենք բռնացրել։ Այսինքն եղել է հիվանդ, ում որ ասել ենք, որ ինքը հիվանդ չի։ Իրանց անվանում ենք precision ու recall, բայց շատ կարևոր չի։ Այստեղ կարևորն է, որ այստեղ կրկին ունենք բանի գաղափար, trade-off-ի գաղափար ունենք, այսինքն մեկը մեծացնելը, մյուսին նվազեցնելը։ Եթե ուզեմ նենց անեմ, որ ոչ մի հիվանդ չլինի, ում որ բան եմ արել, տուն եմ ուղարկել, ուղղակի բոլորին կասեմ իրանք հիվանդ են, չէ՞։ Այդ դեպքում հեսա կոչվում է recall, ինքը կլինի 100%, իդեալական կլինի։ Բայց մյուս մետրիկան, որ ասում է, ում որ ասել եմ հիվանդ է, քանի դեպքում եմ ճիշտ եղել, իրան էլ անվանում են precision, ինքը ներքև կիջնի։ Նույնն էլ, եթե օրինակ մենակ ում որ ահավոր վստահ եմ, որ իրան ասեմ հիվանդ է, օրինակ մենակ մի հոգու ասեմ, որ ինքը հիվանդ է, կստացվի 100% դեպքերում ճիշտ եմ արել։ Բայց նաև կստացվի, որ ինչ որ լիքը հիվանդների տուն եմ ուղարկել։ Այս recall-ը կնվազի։ Ու մի հատ մետրիկա, որը որ օգտագործվում է, երբ որ երկուսն էլ մեծ կարևոր է, իրան անվանում են ROC curve, ROC-ի հապավումը լրիվ ինչ որ ուրիշ աշխարհից է բացում, ինչ որ retriever վայ մոռացա։ Չէ, retriever ռագի մեջ էր կներեք։ Վայ ROC-ն ոնց էր։ Վայ ամոթ ինձ։ ROC Սա պետք է շտապ կորֆեմ։ Լավ, մոռացա հապավումը ոնց էր բացվում, բայց դա մի հատ հստակ մետրիկա է, որը որ հաճախ օգտագործվում է, երբ որ տարբեր տենց վստահության եզրների համար, օրինակի համար գուշակություն անելուց 0-ից 1 թվեր ենք ունենում, կարանք օրինակ 0.5-ից մեծ ամեն ինչը ասենք 1 է։ Կամ ասենք 0.2-ից մեծ ամեն ինչը ասենք 1 է։ Տարբեր տենց արժեքների համար փորձարկվում է ու տարբեր կետեր է ստացվում։ Ու մերսի Դավիթին receiver operating characteristic։ Սենց տարբեր կետերի համար ունենում ենք այստեղ նորից արժեքների բազմություններ։ Այս արժեքների բազմությունից կարանք ստանանք Pareto-ի ֆրոնտ, որը որ արդեն իր մեջից ակնհայտ չի, ինչն է ավելի լավ, ու արդեն մտածենք, այս ամեն մի կետ, որ մի կետն ենք ուզում վերցնենք։ Այդ որպես մի հատ օրինակ։ Նա ուրիշ օրինակ կարա լինի բանը։ Օրինակի համար ինչքան քիչ ինֆորմացիա ենք օգտագործում մոդելը սարքելուց։ Օրինակ ստեղ լինի հա, այս առանցքով։ Ինչքանով է սխալվում մոդելը։ Այս առանցքում լինի քանի տոկոսն ենք օգտագործել մեր բան սյուների։ Ինչքան քիչ բան օգտագործենք, այդքան լավ, չէ՞, բայց օրինակ եթե սաղ օգտագործենք, parza կամ շատ ինչքան շատ բան օգտագործենք, այդքան քիչ սխալանք ունենանք։ Բայց նաև ոնց որ շատ հաշվարկային հզորություն կպահանջի։ Քիչ բան օգտագործենք, սխալը շատ կլինի։ Սենց էլի լիքը կետեր կարանք ստանանք տարբեր կոմբինացիաների դեպքում, ու իրենց մեջ կարանք գանք ընտրենք մեր Pareto-ի ֆրոնտը ինչա, Pareto-ի ֆրոնտի համար մտածենք։ Կամ հենց օրինակ բանով կոմպի օգտագործած հաշվարկային բաները, եթե օգտագործենք ֆլոփերը, քանի գործողություն է արել, քանի հաշվարկ է արել։
Ոնց որ կարանք միացնենք մեր ալգորիթմը ինքը ամիսներով սովորի տվյալների վրա, հետո ունենանք շատ լավ աշխատող, բայց կարող է մեզ վաղնա պետք արդյունք։ Այդտեղ էլի կրկին բազմաչափ օպտիմիզացիայի բազմաչափ օպտիմիզացիա չասեմ, բայց բազմաչափ խնդրի առաջ են կանգնած լինում, էլի թե ոնց ընտրել, ինչ ենք ուզում անել։ Ու մի հատ էլ վերջին օրինակը կարող օրինակ լինի դեպք, երբ որ գործ ունենք բան արդարության հետ մոդելների, տենց մի հատ առանձին մետրիկա էլ կա, օրինակ չլինի ինչ որ խումբ, որին որ մոդելը վատ է վերաբերվում։ Օրինակի համար, եթե բանկը կպած բարձր տարիքի մարդկանց վարկ չի տվել, ու մենք օգտագործենք տվյալներ, որը որ մենք օգտագործենք մոդել, որը որ այդ տվյալների վրա է հիմնված, այդ մոդելը սովորելու է բարձր տարիքի մարդկանց վարկ չտալ։ Բայց կարող է բանկի համար այդ ոնց որ խնդրեմ լինի, եթե դու ողջվի, որ իրանք դիսկրիմինացիա են անում ըստ տարիքի։ Դրա համար տարբեր մետրիկաներ կա, որ հենց չափում են արդարությունը, այդ մի հատ առանձին ճյուղ է, բան fairness-ա կոչվում։ Ու այդտեղ նույնպես հաճախ ունենում ենք բանի մոտեցում, էլի։ Բազմակրիտերիա խնդրեմ ենք ունենում, որտեղ որ ինչքան ավելի արդար է մոդելը, այնքան ավելի վատ արդյունք է ինքը ցույց տալիս։ Հա, այս ոնց որ տենց խառը օրինակներ որպես ու իրականում այսքանն էի նախատեսել հենց որպես բան բազմակրիտերիա օպտիմիզացիա։ Հենց որ եթե դուք հարցեր չունեք, արդեն կասեմ վերսի որ միացակ օպտիմին դասերին, օպտիմին ասում ենք հաջող, մինչև չգիտեմ երբ, երբ որ հետ գանք մեքենայական ուսուցմանը, արդեն ինչ որ չափով օպտիմիզացիանել ենք հետ գալու, որովհետև սկսելու ենք կոնկրետ կիրառել, gradient descent բաման այդքան տանջվեցինք, արդեն կօգտագործենք, բայց որպես առանձին լեկցիա, եթե ինչ որ չորոշեցի, մտքից փչեց ու կարացա constraint օպտիմիզացիան անենք, արդեն կլինի սա մեր վերջին օպտիմիզացիան։ Ամեն դեպքում հաստատ հաջորդ դասը երեքշաբթին, ամսի 23-ը լինում է ապրիկյանի վերադարձը, հաղթեսը նորից սկսում ենք, մի հատ լավ երկար ջանջալ դաս է լինելու երեքշաբթի, որովհետև հետո նոր տարվա արձակուրդ է, որ ձեր որպես նոր տարվա նվեր լիքը տնային բանման լինի։ Հետո արդեն ավելի նորմալ, տենց 1.5-2 ժամանոց դասեր, նորմալ ոնց որ ապրիկյանավարի նորմալ է, էլի մերը 1.5-ից էլ է հիմնականում դա քիչ տևել, այժմ չգիտեմ։ Բայց ամի խոսքով արդեն անկապ խոսում եմ։ Սուս մնամ, եթե հարց չկա, արդեն շաբաշ։ 5, 4, 3, 2։ Դելա ժորդ, դե ապրեք որ միացակ։ Հա, ու ժորդ, ձեր հետ մեկ էլ ասեմ, որ քանի որ այդ հաղթես վիճակը սենց ասած ինչ որ թազա ենթափուլ է դասընթացի, եթե մարդկանց գիտեք ում կարա ակտուալ լինի, կարաք խորհուրդ տաք միանան դասընթացին, որտեղ ոնց որ հենց հաղթեսը սկսելուց շատ կախվածություն չի լինելու, էլի նախորդ թեմաներից։ Բայց օրինակի համար այս դասին եթե կպնի ինչ որ մեկը որ նախորդ դասերին չի մասնակցել, ահա որ դժվար է լինելու իրան, էլի։ Հենց որ եթե գիտեք մարդկանց ում հետաքրքիր է, շնորհակալ կլինեմ, եթե հրավիրեք։ Ես մենակ ուրախ կլինեմ, էլի, եթե ավելի շատ մարդու օգտակար լինի այս դասընթացները։ Ու հա, դե ձեզ լավ օրվա ավարտ ու կհանդիպենք մյուս շաբաթ։ Հաջողներ։